Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանը։ Այսօր ինչպես ամեն ուրբաթ խոսելու ենք մշակույթից, մշակույթի նկատմամբ մեր վերաբերմունքից եւ մեր ընկալումներից եւ խոսելու ենք մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Թադևոսյան, հարցս քաղաքական չի, քանի որ մենք քաղաքականությունից չենք խոսելու, բայց քաղաքական գործընթացների հետ որոշակի են առնչվում, այդտեղից սկսենք երևի։ Տեսեք, այնպես է ստացվել, որ խորհրդային ժամանակահատվածում գիտենք ընտրություններ իբրև թե կար, այնտեղ լրիվ ուրիշ հեքիաթ էր։ Անկախության տարիներին ամեն անգամ ընտրությունները վերածվում են մշակութային կոլապսի, ինչի եմ ասում այդպես, որովհետև մենք մի կողմ ենք դնում այն ընկալումը, մեր մասին ընկալումը, որ մենք մշակութային ազգ ենք, որ մենք մշակութային հսկայական պլաստեր մեր մեջ կրողներ ենք եւ այլն եւ անցնում ենք, այսպես ասեմ, ոչ այնքան կուլտուրական, հա, մշակութային չեմ ասում, ոչ այնքան կուլտուրական շփման, հայոյախոսություն, վիրավորանքներ եւ այլն։ Դա ինչ է, դա այդ նշանակումը, որ մենք մշակույթի հետ իրականում կապ չունենք, թե դա այդպես էլ պիտի լիներ։ Եթե ես որպես այս խնդրին մշակութային մարդաբան փորձեմ պատասխանել, եկեք պետք է ավելի մասնագիտական մոտեցում ցուցաբերեմ, էլի։ Մեր հետևորդներն ու ռադիոլսողները ինտելեկտուալ են։ Խոսքը չէ, ես բարդ բաներ չեմ խոսելու, բայց մասնագիտական դիրքից եմ խոսել, այսինքն ես միշտ էլ պարզ եմ խոսում, փորձում եմ պարզ խոսել։ Նայեք, ամբողջ խնդիրը նրանում է իմ կարծիքով, որ մենք սիրում ենք մեզ նկարագրել ավանդական, այսպես ասած, ժամանակաշրջանին բնորոշ մոտեցմամբ, այսինքն մենք ասում ենք մշակութային ազգ ենք, մենք նկատի ունենք ավելի շատ մշակութային ժառանգություն ունեցող ազգ, այսինքն մշակույթ, որը ստեղծվել է անցյալում եւ որը փոխանցվել է մեզ եւ մենք մեզ ընկալում ենք եւ նկարագրում ենք որպես մեզ փոխանցված այդ մշակույթի կրող, հա, այսինքն մենք մեզ այդ նկարագրության մեջ ժամանակից դուրս ենք դնում, չնայած ապրում ենք ներկայում, բայց մենք մեզ ավելի շատ բերում ենք անցյալից եւ մեր ներկան մի տեսակ այդ դեպքում, երբ որ մենք ասում ենք մենք մշակութային ազգ ենք, այդ դեպքում ավելի շատ անցյալով ենք նկարագրում, քան ներկայով։ Բայց երբ որ գալիս ենք քաղաքական արդեն այս մանավանդ ընտրական շրջան, նախընտրական շրջան, երբ որ կրքերը բորբոքվում են, մենք արդեն ապրում ենք շատ իրական գործող առօրյա հարաբերություններով, սովորական կյանքով, իսկ սովորական կյանքում, երբ որ մենք այսպես նայում ենք, մարդիկ եւ իրար հայոյում են, եթե կոնֆլիկտ ունեն եւ իրար հետ կռիվ են անում եւ իրար հետ վիճում են, իրարից նեղանում են, հետո ընկերանում են, իրար խաբում են, հետո նաեւ այդ խաբերությունը եթե բացահայտվում ամեն մեկը իր չափով պատասխան է տալիս, այնպես որ այս ընտրական շրջանում մենք մի տեսակ գործում ենք, դուրս ենք գալիս մեզ այդ իդեալական ինքնանկարագրության պատկերից, իսկ իդեալական ինքնանկարագրությունը, ես ասացի, ավելի շատ կապվում է հենց անցյալի մշակութային ժառանգության հետ, եւ մենք ապրում ենք ներկա սովորական առօրյա հարաբերությունների մակարդակում, որտեղ որ արդեն կարելի է քեզ պահել սովորական մարդու պես, հենց մենք մեզ պահում ենք սովորական մարդու նման, այդ դեպքում նաեւ առաջանում են ի հայտ են գալիս նաեւ այն բոլոր բացասական բաները, որոնք որ մենք ունենք, եւ որը որ բնական է, որտեղ այսպես ասեմ, աշխարհում բոլոր հասարակությունների մեջ էլ կան եւ բացասական եւ այսպես ասած դրական երևույթներ հասարակական կյանքում, բայց խնդիրը նաեւ նրանում է, թե որքանով է այս կամ այն հասարակությունը հենց այդ ձեր օգտագործած կուլտուրական բառը, որը որ մեր մեջ որպես հասարակական հարաբերությունների բնութագրող, այդպես ասած, եզր սովետական միության հետ շրջանում
մուտքագրվեց եւ որի տակ ավելի շատ նկատի էր առնվում քաղաքային կամ ընդհանրապես հասարակական կյանքի բարեվարկությունը այսինքն այդ բարեվարկության տակ էլ սովետական այսպես ասած շրջանում դրված էր վերևից այսպես ասած քարոզվող բարեվարկության կամ կուլտուրականության չէ բաները ստանդարտները օրինակ բանը որը նաև որոշ առումով պետքա սովորական մարդը ընդօրինակեր էլիտաներից հատկապես մշակութային եւ ծառայողական էլիտաներից օրինակ երեխային դաշնամուրի ուղարկելը տանը գիրք գրադարան ունենալը մարդիկ կային որ ունեին գրադարան բայց այդ գրադարանը ավելի շատ տան այսպես ասած կահույքի մի մասն էր կամ նույն դաշնամուրը կահույքի մի մասն այդ կուլտուրականություն նաև ներառում էր հասարակական կյանքի բարեվարկության որոշակի նորմեր, որոնք էլի վերևից էին սահմանված։ Հիմա երբ որ մենք ինչ եմ ես այս սովետականը մի քիչ հիշեցնում մեզ, որովհետև երբ որ սովետական միությունը քանդվեց, առաջացավ նաև տարբեր սոցիալական կարգավիճակների անկում ասենք օրինակ մենք տեսանք թե ինչպես նախկին ծառայողական էլիտաները կոչեցին իրենց դիրքը ինչպես մշակութային էլիտաները ասենք օրինակ այն ինչ որ ով որ համարում է կուլտուրական մարդ ասենք չգիտեմ համասանի դասախոսը երգիչը բանաստեղծը գրողը չէ որոնք որ ժամանակին բոլորը իրենց մատով ոնց որ ասում ցույց տալիս հանրային տարածքներում բոլորը ճանաչում էին իրենք հանկարծ դարձան շատ սովորական մարդիկ որովհետև ավելի կարևոր դարձան ասենք օրինակ չգիտեմ գումի շուկայում չոտ մանգալ ունեցող մի միջին կամ փոքր կարգի առևտրական ով ավելի շատ գումար էր վաստակում քան օրինակ գիտությունների այդ նույն տեխնացուն եւ ինքը այսպես դերերի փոփոխություն տեղ ունեցավ հա հիմա այդ դերերի փոփոխությունը բերեց նա որ ինչ որ մի պահի 90-ականներին 2000-ականների կեսերին ավելի այսպես կարևոր ցուցիչներ դարձան ստատուսային ունեցվածքային զուտ նյութական ցուցիչները եւ բարեվարկության ինչ որ ցուցիչները արդեն այդքան կարևոր չէին այսինքն 4 դասարանի կրթությամբ միլիոնատերը սկսեց գերիշխել դպրոց, ինստիտուտ, ասպիրանտուրա շատ հեռու չգնանք եկեք 90 ասենք հենց նույն այն որ համարվում էր մեր ամենաինտելեկտուալ ազգային ժողովը առաջին Գերագույն խորհուրդից հետո էլ ասենք բանը չէ այդ ՀՀՇ-ի ժամանակվա ազգային ժողով որտեղ որ հլդեր ոնց որ ասած բանը ինտելիգենցիան այդ սովետից ժառանգված երիտասարդ որոնք քաղաքականություն մտան համարվում էր ամենակիրթ ազգային ժողովը հիշում եք այնտեղ ինչ կուրիոզ դեմքեր կային ու այն առաջին լուրջ բախումը որ եղավ 96 թվի հետո ազգային ժողովում ինչ հայոյանքներ էին հնչեցվում այնտեղ ինչ որ չգիտեմ եսի ինչ լյով կա այսպես անուններով մարդիկ կային էլի մի քիչ ավելի հետո էր ալդրաղացի լյովի մասն չէ ալդրաղացի լյով չէ մի ուրիշ լյով էր որը մայրական բնույթի սեռական հայոյանք հնչեցրեց կարծեմ Շավարժ Քոչարյանի հասցեին թե Դավիթ Վարդանյանի այնտեղ ԱԺՄ-ի որը որ Վազգեն Մանուկյանի թիմն էր եւ որին որ խախտումներ արեցին հետո որ այդ բաները ջարդեցին մտան պարլամենտ այնտեղ պարլամենտում կամած մտան քաղաքականության դաշտել եկեք էլի այդ գանք էս կողմը չէ ուղղակի այդ վարքագծային պահերն եմ ես ուզում ասել որ տեսեք այդ ժամանակ ոնց պետական էլիտար քաղաքական էլիտային այսինքն ներկայացնող կառույցում ինչ մասսա հայտնվեց նույնիսկ ամենակիրթ համարվող ազգային ժողովի այդ շրջանում չէ հետագայում արդեն էլ չենք խոսում որ ինչ դեմքեր էին այնտեղ բաներ չէ մյուս ավելի ասինքն ազգային ժողովի մեծ մասը այդ մականունավորներն էին տեսեք ինչ եմ ես սա ասում որովհետև իրենց վարքագծային մշակույթը փոխհարաբերվելու ավելի մոտ է ես ինչի եմ այդ հայոյանքներով խոսալը ինչի այդ ԱԺՄ-ի ներկայացնեն ծեծելը հիշեցի այդ պարլամենտի հենց ամբիոնում որտեղ մեկը մեկին ինչ հայոյանք ասես չէր տալիս այդ բարձր
կարգի փողոցային չէ, ամենաբարձր կա, որովհետև այդ մարդիկ հարաբերվելու ուրիշ ձև չգիտեին եւ քանի որ փոխվում էր ստատուսներ ձևավորելու ցուցիչները, այսինքն նյութականը դառնում էր առաջնային եւ նաեւ կապը ռազմաքաղաքական այդ պահի էլիտաների հետ իրենց փոխհարաբերության ձևերը սկսեցին նաև տարածվել հասարակության այսինքն ոչ միայն տարածվել այլ նաև դառնալ նորմալիզացվել հասարակության մնացած խավերի համար եւ պատահական չէ որ քաղաքական այդ ընտրությունների ժամանակ ձեր հիշատակած մեր մոտ աշճանաբար սկսեց այդ մշակույթը մտնել այսինքն էլի հիշենք որ 18 թվից հետո է որ թաղի այսպես ասած կրիմինալ կիսահանցագործ կամ հանցագործ կապեր ունեցող այդ տարերը չեն մասնակցում ընտրություններին ով է մոռացել եք որ մենք գնում ենք ընտրատեղամաս ասենք ամեն ընտրատեղամասի դեմը իրանք կուտակված էին եւ իրանք հսկում էին մարդկանց վարքագից եւ այդ բանը այսինքն մարդկանց հավաքագրելու բառապաշարը հռետորաբանությունը խոստումները ցուցակներ ստորագրելու եւ ասենք այդ մարդկանց սիրաշահելու բառապաշարը եւ վախեցնելու բառապաշարը բոլորը այդ ենթամշակույթից մտան ասենք քաղաքական հարաբերությունների դաշտ եւ այդ քաղաքական հարաբերությունների դաշտից տարածվեց նաեւ այսպես ասած քաղաքական իրադարձությունների շրջանում հանրային հասարակական մշակույթի ինչ որ բաներ դարձան հա առօրյա այսպես ասած նորմալիզացված էլեմենտներ դարձան այնպես որ շատ կներեք այդ ձեր ասած մշակութային ազգի ինքնանկարագրությունը ինչի է հանկարծ ծվրվում շատ པարզ պատճառով որ ռեալ շահերը այսպես ասած գլուխ են բարձրացնում իդեալական այսպես ձևական քո ինքնաներկայացումից եւ քո ինչ որ մի երեսն է սկսում այդտեղ ավելի առաջնայինորեն երևալ քան այն մյուս երեսը երկու հարց կա որոնցից մեկը ճշտող է հիմա դա տամ հիմա ըստ ձեզ այդ վարքականոնը որով հասարակությունը ապրում է ամենադեպ ձեր մի մասը դա ինչպես է ձևավորվում դա ներքևից գնում է վերև թե վերևից է գալիս ներքև նայեք կոնկրետ մեր դեպքում ներքևից գնաց վերև այսինքն փողոցից գնաց մտավ պարլամենտ չէ այդ որ ասում են կռազի շոֆերներ կռազի շոֆեր գեներալներ եւ այլ դրանք միֆեր չեն այդ կռազի շոֆեր գեներալներին մենք տեսել ենք ու թե ոնց էին մեր նույն լրագրողները ասենք չէ իրենց հանրայնացնում ու իրենց բառապաշարը Երբ որ իրենք հարցազրույցներ էին տալիս, չէ, այտենց մի գեներալ էլ բաներին, դրոններին անվանում էր, չգիտեմ, թռչուններ, թե ինչ, չէ, այտենց աթոռի վրա նստած այդ ժամանակվա ամենաէլիտար համարվող լրագրողի հետ, ինչ որ կանաչի մեջ հիշում եք այդ տեսարանը, խոսքը Սեյրան Սարոյանի եւ այդ ժամանակ մի լրագրող կար, որը որ համարվում էր ամենա, չգիտեմ, ինչերից, անունը չեմ հիշում։ Ես հիշում եմ, բայց հիմա իրանց։ Իրենք հենց տեսեք ոնց էին այդ ներքևի այդ մշակույթը բերում կյանք եւ նորմալիզացնում եւ այդտեղ ես ինչ եմ լրագրողներին նշում, որովհետեւ լրագրողական հանրույթը շատ մեծ դեր է խաղացել, որովհետեւ ինքը հանրայնացնողն է, այդ բանը այդ ենթամշակույթը նորմալիզացնելու գործում, որովհետեւ իրենք շատ դեպքերում կատակ էին վերածում այդ մարդկանց անգրագիտությունը, տգիտությունը, բռիությունը, հայոյանքը, չէ, ասենք դրանցից շատերն են նույն լրագրողների հետ այնպեսի ասենք կատակներ էին անում, ինչ որ իբր կատակով, որտեղ իրենք էլ սովորեցին ձևը, ոնց կարելի է այդ ինչը որ հասարակության համար աննորմալ է, դարձնել նորմալ։ Եվ դարձան իրենք ընդունելի կերպարներ, այսինքն ներքևից եկավ վերև, հետո վերևից ինքը դարձավ արդեն վարքագծային նորմալիզացված երևույթ եւ մարդիկ սկսեցին այդ ամեն ինչը համարել շատ նորմալ։ Եթե ժամանակին մարդիկ էլի այդ ամեն ինչը կրում էին իրենց առօրյա կյանքում, բայց հաճախ իրենք ասենք օրինակ որոշակի միջավայրերում գիտեին, որ այդ վարքագիծը սահմաններ կան, հա, ասենք դա ինքը կարող է բակային վեճերի ժամանակ այդ վարքագիծը ցուցադրի, բայց օրինակ բակայինից այն կողմ դա ցուցադրելը ընդունելի չէր։
Հիմա եթե ազգային ժողովում այդ ամեն ինչը ցուցադրվում էր եւ խրախուսվում էր նաեւ քարոզվում ու տարածվում էր լրագրողական հանրույթի կողմից, այսինքն ես մի քանի այդպես բաներ կային, էլի կարևոր դերակատարներ կային, որ այդ ամեն ինչը դարձավ առօրյա առումով նորմալիզացված եւ քաղաքական արդեն մշակույթի էլեմենտ դարձավ։ Ես նկատի ունեմ ոչ միայն քաղաքական էլիտաների, այլ նաև հասարակության քաղաքական վարքագծի ընտրությունների եւ այլ քաղաքական իրադարձությունների շրջան մի վարքագծի։ Այնպես որ այս ամեն ինչը մտավ մեր կյանք եւ հիմա անկեղծ ասած ես սրան նայում շատ այդպես էվոլյուցիոն երևույթ որպես, այսինքն մի բան, որը որ մեր հասարակությունը պետք է անցներ, որովհետեւ պարզվում է, որ մենք ավելին չենք քան կանք իրականում եւ մենք ունենք մեր մասին, ունեցել ենք մեր մասին չափազանցված մի քիչ պատկերացում, որովհետեւ եթե մենք լինեինք այն ինչ որ մեզ պատկերացնում ենք, մենք չէինք դառնա այն ինչ որ դարձանք։ Հիմա այդ տրամաբանության մեջ նաև ոչ այդպես ես իմ ինչ որ մի բան ողբերգական, այլ ես կարծում եմ որ ամեն մի խնդրեմ, ամեն մի բացասական երևույթ կներեք հիմա ես կավարտեմ, ինքը հաղթահարվում է, երբ որ իրեն դու իր հետ դու առերեսվում ես, այսինքն մենք պետք է անկեղծ խոսենք մեր մասին, նաև մեր այս թերությունների մասին, այսինքն առերեսվենք այդ դրան, որպեսզի հասկանանք, որ դա թերություն է։ Հակառակ դեպքում մենք միշտ հումորի ենք վերածում, միշտ այդպես կիսաժպտում ենք, միշտ այդպես ինչ որ բաներ ենք անում, քմծիծաղ ենք տալիս ու հետո ինքը էլի շարունակում է մեր կյանքում իր այդ բացասական դերակատարությունը ունենալ։ Այնպես որ սա մի փուլ է, որը որ մենք անցնում ենք մեր հասարակությունը, եւ ես հուսով եմ, որ ժամանակի ընթացքում սա պատմություն կդառնա։ Քանի դեռ պատմություն չի դարձել, տեսեք, կա այդպիսի մի եզրույթ կոչվում է քաղաքական ազգ, հա? Կան օրինակներ կարող ենք բերել, որ այս ինչները քաղաքական ազգ են, մենք որպես կանոն ասում ենք մենք քաղաքական ազգ չենք եւ պիտի դառնանք, որպեսզի այդ ձեր ասած նաեւ խնդիրները կարողանանք լուծել։ Հիմա արդեն այստեղ, քանի որ բավական մռայլ եզրահանգումների եկաք, կամ ես ամենայն դեպս տենց կանեցի, որովհետև ստացվեց, որ այդ մեր ներքև ասվածը, ինչի մասին որ մենք խոսում ենք, աղբահոր է, որտեղից այնտեղ լավ բան հազվադեպ դուրս գալիս վերև դեպի։ Չէ, նայեք, հատկապես եթե ֆիլտրերը հանձնում են իմ ու իմ գործընկերների մեջ։ Այստեղ մի հատ փոքր ճշտում անենք, այստեղ ֆիլտրերի մասին է խոսքը։ Ներքև ասածում կան հենց այդ բանը, ձեր աղբահորի ներկայացուցիչները, բայց խնդրեմը այն է, որ մեր հասարակության խնդիրներից է դա, որ իրենք առօրյա թաղային միջավայրերում սովետական միության շրջանում էլ եւ հետսովետական շրջանում էլ ունեցել են, այսպես ասած, հեգեմոն դերակատարություն, այսինքն իրենք ուժով, մարդկանց վախեցնելով, այդ թաղերում դե գիտեք, այդ թաղային ենթամշակույթ կոչվածը դա բանտային միջավայրից թաղային միջավայր ներթափանցած ենթամշակույթն էր, որը տեղի ունեցավ մեր մոտ 50-ական թվականներին, երբ որ այդ ստալինիզմի ավարտից հետո ամնիստիա հայտարարվեց եւ մեծ թվով ազատազրկման վայրերում գտնվող մարդիկ եկան հասարակական կյանք եւ քաղաքականների փոխարեն քրեականներին բաց թողեցին։ Նրանց էլ, բայց այդ քաղաքականներն էլ արդեն քրեական ենթամշակույթի կրողներ էին դարձել առօրյա հարաբերություններ, իրենք իրենց հետ բերեցին եւ այդ թաղային մեր ավանդական սոցիալական նորմերի վրա հենված կյանքը վերափոխվեց կրիմինալ, այսպես կոչված գողական նորմերի վրա նորմերով ներծծված եւ այդ էլեմենտները մենք բոլորս էլ թաղային բակային միջավայրում մեծացել ենք եւ դա գաղտնիք չէ եւ մեզ լսողներն էլ որ այդ թաղային բակային միջավայրերում տղամարդկային աշխարհում միշտ ամենավատ ամենաբացասական կերպարներն էին, որ առաջնորդող դեր ունեին, չէ՞, որտեղ իրենք ուժով մնացած բաներով մյուսների վրա վերցնում էին այդ իշխանություն էին հաստատում եւ պարզվեց, որ իրենց ֆիլտրերը այնպես դրվեցին անկախությունից հետո,
որ հենց այդ կերպարները եկան առաջի պլան եւ բիզնեսում իրենց առաջի պլան գալու հնարավորություն տվեց այդ պահին գործող համակարգը եւ քաղաքականությունում հայտնվեցին իրենք քաղաքականությունում անպայման չի ասենք միայն նախարարների մեջ էլ կային այդպիսի մարդիկ չէ այսինքն դարձել իրենց բառապաշարը Ջոջ Բուլկի տարբեր ես հիշում եմ այն ժամանակվա բնապահպանության նախարարը որը որ գերազանց դիպլոմով ավարտել է Բարսագույն ուսումնական հաստատությունը Վարդան չգիտեմ ինչան է ազգանը մոռացել եմ Այվազյան է հա որը որ էլի այդ բառապաշարն է օգտագործում ես իր այդ հարցազնցի աղբերությունը մեր աղբերներն են բան այսինքն այդ բառապաշարը օրինակ նախկին շրջանում կամ ասենք քաղաքական ձեր ասած քաղաքական ազգերի մեջ համենայն դեպս չի օգտագործում քաղաքական հարաբերությունները կազմակերպելու հանրային դաշտում չի մի խոսքով հիմա այդ մեր հետ ուզում եմ ասեմ դա եղել է բայց դա չի նշանակում որ մեր այդ հասարակության մեծ մասը հենց այդպիսին է ձեր նշած այդ չգիտեմ աղբավը ասացիք թե ինչ չէ այլ ուղղակի այդտեղ կա այդ աղբ կոչված այդ սեգմենտը կա ուղղակի այդ խողովակները տարել են այդ ֆիլտրերը մեր մոտ ուղղակի հակաֆիլտրեր դարձան որովհետև նորմալ նույն քաղաքական հասարակություններում, քաղաքացիական հասարակություններում, զարգացած հասարակություններում, մշակութային հասարակություններում ձեր նշած, ինչ տերմինով ուզում ենք նշենք, ֆիլտրերը այնպես են դրված, որ էլիտաների ձևավորումը, այսինքն այդ մասային թողում է իր տեղում, այսինքն իրանք չեն հայտնվում վերևում, որ հետո էլ մի հատ կյանքի նորմաները իրենք ստեղծեն, իրենց բառապաշարի, իրենց վարքագծային նորմերի, իրենց հասկացությունների միջոցով, հա, մեր ֆիլտրերը ցավոք սրտի հենց անկախության առաջին օրերից, առաջին տարիներից թարս դրվեցին։ Իմ ասածը խնդրեմը դա է եւ հիմա այդ ֆիլտրերը շուռ տալու փորձեր են կատարվում։ Որտեղ մենք հիմա տենում ենք քաղաքական էլիտաներում փոփոխություն ենք տենում, չէ՞, այլի այդ կռիվները կան, հայյանքներ կան, բայց մենք տենում ենք, որ հիմա հայոց կողմերի մեջ նաև եթե մի կողմը չօգտագործեր նախկին մեթոդաբանությունը, ես վստահ եմ, այս երիտասարդ սերունդը ինքը մեծ հաճույքով չէր ընդօրինակի ես չեմ արդարացնում իրենց, որ իրենք ընդօրինակում են, բայց ես ասեմ, որ հույս ունեմ, որ հիմա մենք անցման շրջանում ենք եւ կգա մի նոր քաղաքական սերունդ, որի համար արդեն ավակ սերունդը կլինի այսօրվա երիտասարդ սերունդը եւ որը որ այլևս այս քաղաքական մշակույթի շարունակողը չի լինի, որովհետեւ ես տեսնում եմ, որ նաեւ հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխությունները, այսինքն արժեքային փոփոխություններ, նույն մշակութային, առօրյա կյանքի մշակույթային ինչ որ համարվում է նորմալ, ասենք օրինակ ոճականության փոփոխությունը, հա, որովհետև ոճականությունը չափազանց կարևոր է մարդաբանության տեսանկյունից, ասենք օրինակ ինչ տիպի հաբիտուս է մշակութային ձևավորվում, տիրապետող հաբիտուսը, հա, ասենք 10 տարի առաջ տղաների միջավայրում, ես ինչ եմ շեշտում տղաները, որտեղ մեր հասարակություն դեռևս այդ տղամարդակենտրոն հասարակություն եւ արժեքները ըստ էության իրենք են թելադրվում, բայց հիմա մենք նաեւ տեսնում ենք շատ կարևոր փոփոխություն, որ կանանց դերակատարությունը արժեքների հանրային արժեքների, մշակութային արժեքների դերակատարման մեջ շատ մեծացել է եւ դա շատ կարևոր բան է, որտեղ այն հասարակությունները, որտեղ որ կանայք տղամարդկանց եթե ոչ հավասար գոնե իրենց չեն ճնշում եւ չեն հերացնում արժեքների ձևավորման process-ներից, այդ հասարակությունը շատ ավելի մեծ, այսպես ասած, պոտենցիալ ունեն մշակույթը իրենց դինամիկ կերպով վերարտադրելու, հա, այնպես որ երբ որ մենք նայում ենք այսօր ինչ տիպի նոր հաբիտուսներ են, այսպես ասած մշակութային ձևավորում, հաբիտուսը դա է, ինչ որ պարզ լինի մեր հասարակ մեզ լսողներին, ինչ արտաքին տեսք ունի այսօրվա երիտասարդը, հա, եթե իրեն համեմատում ենք օրինակ 10 տարի առաջվա երիտասարդի հետ, ով որ ստանդարտ տարածող էր իբր թե 10 տարի առաջվան իմ գրականության ուսուցիչ մի շատ հաջող բառ ուներ
այդ թափթփուկներին նկարագրելու մի անգամ մեկը ուշացած մտավ փոքր երեխային այտենց ծռմռտված կանգնեց դրանք հիմնական այտենց ծռմռտված սև շոյերով չէ այդ տղային չես կանգնել ջարդած ճյուղի ֆիզիոնոմիայով հա այդ ջարդած ճյուղի ֆիզիոնոմիայով հաբիտուս կրողները որ 10 տարի առաջ իրենք իրականում ոչ թելադրողներ էին այլևս այսօր երիտասարդության մեջ ոճականություն թելադրող չեն այսօր ոճականություն թելադրողը արդեն նորմալ երեխեքն են ով որ դիապազոն ունի մշակութային ով որ ասենք ճաշակից հասկանում է հագուստից հասկանում է սանրվածքից հասկանում է ու մի տեսակը չի իր համար արդեն կարևոր այլ իրենք կարան ընդունելի համար են շատ տարբեր ձևի օրինակ սանրվածքով փողոցում հայտնվելը կամ շատ տարբեր ձևի հագուստներով փողոցում հայտնվելը ես ինչի եմ տանում այս ոճականության առօրյա կյանքում մշակութային փոփոխությունների դաշտ որովհետև իրականում հասարակությունը ինքը փոփոխություն կրում է հենց այդ ներքևում Երբ որ ներքևում փոխվում է առօրյականությունը եւ փոխվում է առօրյա մշակույթի էլեմենտները, որտեղ ոճականությունը առանցքային կարևորություն ունեցող երևույթ է, եթե ոճականությունը փոխվում են այդ նորմալիզացնող հաբիտուսները, նորմալ համարվող հաբիտուսները իսկ նորմալ երբ որ մարդու ոճականությունը փոխվում է ասենք օրինակ հագուստի անձնական մարդկային հարաբերությունների հա սոցիալական հասարակական կյանքում վարքագծային նորմերի դրսևորման տեսանկյունից մենք տեսնում ենք որ այդ մարդիկ նաև շատ տարբեր քաղաքական վարքագիծ են ցուցաբերում եւ իրենք նաև իրենց քաղաքական վարքագծի հիմքում արդեն ընկնում է մի շատ կարևոր փոփոխություն է տեղի ունենում ոչ թե չգրված նորմը այդ սոցիալական նորմը հա պանյատը կամ էլ թե չէ հա հասկացությունները ինչ որ չգրված որով մարդիկ իրանց այլ գրված օրենքը եւ կարեւոր է դառնում ոչ թե սոցիալական նորմը այլ կարեւոր է դառնում իրավունքը եւ այդ դեպքում մենք տենում ենք որ փոխվում է հասարակության արժեքը այսինքն հասարակության ամենակարևոր արժեքը դառնում է մարդը որովհետեւ Այն հասարակություններում է իրավունքը արժևորվում, որտեղ որ մարդը համարվում է ամենակարևոր արժեք։ Ինչի է կարևորվում իրավունքը, որովհետև մարդուն իրավունքը տալիս է հնարավորություն, որպեսզի ինքը իրեն կարողանա ռեալիզացնի, դրսևորի իր լավագույն հատկանիշները, ստեղծելու, արարելու հասարակության համար բարիք գործադրելու։ Տեսեք, մենք նախկինում ունեցել ենք էլիտաներ, որոնք որ կորզող էին Այսինքն գալիս էին որ պետքա բարիք իսկ էլիտայի կարևոր դերակատարումը որն է ինքը պետքա բարիք ստեղծի արժեք ստեղծի հա ոնց որ քաղաքականության դասական ձևակերպումներից մեկը որն է ասում քաղաքականություն դա գործողություն է ուղղված արժեքների ձևավորմանը բայց մեր մոտ ինչ էլիտաներ ունեինք գալիս էին թալանում էին արժեքները երկրի հա ու հիմա մեր մոտ այս պահին քաղաքական ազգ մենք կդառնանք, կարող ենք խոսել, որ քաղաքական ենք, եթե մենք տենանք, որ մենք ունենք արդեն երիտասարդություն, ով որ կամ հասարակություն, ում քաղաքական վարքագծի հիմքում ընկած է արժեք ստեղծող մարդկանց կարևորելը։ Տեսեք, մենք գնում էինք ընտրության, ինչն էր մեր համար արժեք, 5000 դրամը, 10000 դրամը։ Մենք այդ 5000, 10000 դրամը վերցնում էինք ու փակում էինք թեման մեր համար քաղաքական չէ կյանքի հիմա կարծեմ արդեն մեր հասարակությունում եւ հույս ունեմ որ այդ 5-10,000 դրամը այդ կարևորությունը չունի նույնիսկ 50,000 կամ 100,000 դրամը չունի շատերի մոտ այդ բանը փոփոխությունը տեղի է ունեցել որ իր համար արդեն կարևոր են ավելի մեծ բաները մեծ արժեքները այսինքն հասարակական կյանքի ազգային կարևորության մեր հասարակությունում առաջ խոսում էին ազգային կարևորության մասին, բայց կենացներ էին դրանք, որովհետև եթե դու գնում ես 10,000 դրամ վերցնում ես, բայց հետո խոսում ես ազգից, ժողովրդից, այդ երեսպաշտությունն է, դա կենաց է, դեմագոգիա է, երեսպաշտություն է, բայց հիմա մենք տեսնում ենք, որ մեր հասարակության մեջ էլ այդ փոփոխությունը տեղ ունեն, մարդիկ մի մասը ճիշտ է, շատերը այսօր ապաթիայի մեջ են, մենք դրան
մի քիչ բանով անհանգստությամբ ենք մոտենում, որ տեսեք ընտրողների մեծ մասը ապատիկ վիճակում է, բայց այդ անհանգստության հետ միասին մենք պետք է հասկանանք ինչի են այդ մարդիկ ապատիկ վիճակում։ Դա նաև ինչ որտեղ դրական բան ունի, որովհետև այդ մարդիկ փորձում են արժեք ստեղծող քաղաքական դերակատարներ գտնել եւ երբ որ չեն գտնում դրա համար իրենք մտածում են որ մենք չենք գնայել այն փողով այսինքն այդ ցածր արժեքների դաշտից դուրս կգանք հա քաղաքական արժեքները կլինեն մեր համար եւ ազգային հասարակական արժեքները կլինեն մեր համար կարևոր Ես ինձ խոստացել եմ որ երկար եմ ապրելու հուսամ այդ ամեն ինչը կտեսնեմ Շնորհակալություն զրույցի համար հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը ես Լևոն Սարդարանն եմ կհանդիպենք արդեն երկուշաբթի օրը նույն ժամին նույն վայրում հաջողություն եւ համբերություն բոլորիս